Ես Լիլիթ Ստեփանյանն եմ, Today Art կազմակերպության հիմնադիրը և նախագահը, ու նկարիչ եմ և կուրատոր։ Today Art-ը ստեղծվել է 2014 թվականին Երևանում, այսինքն ավելի քան 10 տարի առաջ, և ունեինք իհարկե մի փոքր այլ գաղափարներ և տեսլական, այսինքն սկզբում մենք նախատեսում ենք, որ այն լիներ մի հարթակ, որտեղ հայ արվեստագետները և միջազգային արվեստագետները կցուցադրվեն, կհանդիպեն, կհամագործակցեն և կազմակերպության միջոցով հայ արվեստագետները կներկայացնեն հայ մշակույթն ու արվեստը Հայաստանից դուրս և միջազգային արվեստագետներն էլ կբերեն իրենց աշխատանքները Հայաստան և փորձի փոխանակում տեղի կունենար։ Նաև այդ համատեղ աշխատանքի արդյունքում նրանք կբարձրաձայնեին և կվերհանեին տարբեր խնդիրներ, որոնք էլ կցուցադրվեին արվեստի միջոցով։ Եվ ժամանակի ընթացքում որոշ փոփոխություններ տեղի ունեցան, բայց իհարկե ոչ մեծ փոփոխություններ, ավելի կազմակերպությունը դարձավ փորձարարական հարթակ, որը համախմբեց արդեն արվեստը, գիտելիքը և բնապահպանությունը, այսինքն ավելի հետազոտական և ժամանակակից արվեստի տարատեսակ մեթոդներով փորձեցինք համալրել նպատակներն ու այդ փոխանակումները, և որի արդյունքում նաև ներգրավվեցին համայնքի անդամները և ուրեմն այդ ինտերակցիայի և համաստեղծման արդյունքում ավելի մեծ և հետազոտական նախագծեր սկսեցին իրականացվել։ Այսօր հիմնականում կազմակերպությունը կենտրոնացած է երկարաժամկետ հարաբերությունների և էկոլոգիական պատասխանատվության և գիտելիքի համատեղ ստեղծման վրա, հաշվի առնելով տեղի և ժամանակի հիշողությունը, միջազգային կապերի զարգացումը իհարկե և ժամանակակից արվեստի խթանումը Հայաստանում, մայրաքաղաքից դուրս, տարբեր գյուղական վայրերում և համայնքներում։ Լոռին մի վայր է, որտեղ բնական գեղեցկությունն ու էկոլոգիական խոցելիությունը շատ սուր հակասության մեջ է։ Դրսից Լոռին թվում է կանաչ և հարուստ, բայց իրականում այստեղ լուրջ խնդիրներ կան՝ անտառահատումները, կենսաբազմազանության կորուստը, հանքարդյունաբերության և կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, և սրանք էլ հենց մեզ հետաքրքրում էին, որի պատճառով էլ մենք որոշեցինք կենտրոնանալ Լոռու վրա։ Եվ այս խնդիրներին մենք փորձում ենք անդրադառնալ նաև ներգրավելով միջազգային արվեստագետներին, որոնք բերում են տարբեր փորձառություններ և մոտեցումներ և ստեղծում են երկխոսություն հենց համայնքի հետ։ Օգնում են բացահայտել այդ խնդիրների տարաբնույթ ձևերը և տարբեր լուծումներով արձագանքում են խնդիրների հրատապությանը և նաև ստեղծում այդ արվեստի աշխատանքները, որոնք էլ ընդգծում են խնդիրները։ Եվ ինձ շատ էր հետաքրքրում Լոռու հիշողության շերտերը, օրինակ դենդրոպարկը, անհետացած կամ վերացված բույսերի և ծառերի պատմությունները, դրանց կապը տեղական մշակույթի ավանդույթների և մարդկանց կյանքի հետ և միգուցե այդ կապի ստեղծումն ու դրա հանրայնացումը։ Միջազգային արվեստագետների ինտերվենցիաները մեզ թույլ են տալիս այդ հիշողությունները վերաիմաստավորել և վերածել արվեստի պրոցեսի և արդյունքի և նաև ցուցադրել ավելի հանրային վայրում, թանգարաններում, ցուցասրահներում և նման տեղերում։ Ժամանակակից արվեստը միտված է լուծելու մի շարք քաղաքական, էկոլոգիական, մշակութային, սոցիալական հարցեր և լուծելու ոչ թե կոնկրետ ուղիղ լուծումներ առաջարկելու, այլ փոխելու հանրության մտածելակերպը, հարցադրումներ անելով, քննադատական մտածողություն զարգացնելով, տեսանելի դարձնելով խնդրի հրատապությունը և սուր ներկայացնելով իրավիճակը, և դրանով նա բարձրացնում է փաստորեն հանրային գիտակցությունը, քաղաքացիական գիտակցությունը և ընդգծելով խնդիրները նաև մեծանում է հանրության շրջանակներում լուծումներ առաջարկելու այդ տենդենսը։